Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ներողություն մի քանի հարց ձեզ Վալոդյա Գրիգորյանի եւ Օպերլիազովի սպանությունից հետո ՆԳՆ-ն հայտարարեց, որ ինչպես նաեւ իշխանությունը հայտարարեց, որ գործը բացահայտված է, ըստ էության վենդետա է տեղի ունեցել։ Դուք հավատում եք այս տեսակետին։ Ոչ հավատում եմ, ոչ ընդունում եմ, ոչ էլ հավատում եմ։ Դե այնքան հարցեր կա, որ այ բալամ, էդի բոլորս էլ գիտենք, մի իրոք կտենցա, օրինակ Վարդան Ղուգասյանի դեպքը ուրիշ բան է ցույց տալի, շատ գիտեմ, ինչև կարաս այ բալաջան, ինչև հաստատ բան չիմանամ, ես հենց այնպես բաներով խոցացող մարդ չեմ։ 80 տարեկան մարդ եմ, ես ամեն ինչ տեսել եմ, այն 5 կոմունիստների ղեկավար եմ եղել, այնց որ իմ համար շատ մութ հարցեր կա, որ չեմ կարա բան ասեմ, մինչև չպարզեմ։ Մութ հարցերը, որոնք ձեր մոտ հարցեր են առաջացնում։ Ու երկրի վիճակը, մեր արտաքին քաղաքականությունը չեմ հասկանում, ես կոնկրետ չգիտեմ, այ բալաջան, չգիտեմ, հաջողություն։ Կան այդ միջադեպից հետո կալանավորվածներ կան, դուք օրինակ ճանաչում եք Ախտոյանների ընտանիքի։ Այդ եմ մտածում, ես չեմ ճանաչում, դե ես կոմունիստների վախտում ռայկոմում եմ աշխատել, այդ տարածքը ես եմ սպասարի դեպարը, բայց դասին չեմ ճանաչում, չգիտեմ, կարող է դեմքով գիտեմ, բայց ունենց չեմ ճանաչում, կոնկրետ մոտիկ չեմ եղել, չեմ իմացել, չգիտեմ, չեմ անում։ Հետագա զարգացումներ ինչ է կանխատեսում հնարավոր է լինեն ամեն դեպքում էլի լարված մտնոլորտ։ Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, կանխատեսելու բան չկա, խելացի մարդիկ ոչ մի կանխատեսում են, բայց այդ կանխատեսածը չի կատարվում, կամ էլ բան։ Իրավապահները կարող էին կանխել այս Իհարկե կարող են, այն դեպքից հետո մարդիկ բան են անում, ուրեմն թող սպասի բան անեին, որ այս դեպքը չկատարվեր։ Այդքան մարդիկ կան է, ինչ ասեմ, այ բալամ, ես էլ դե Վալոդյան էլ իմ մոդիկ երեխու նման եղե, հիմա նորն էլ իմ երեխեն, իմ տան երեխեն, այնց որ ես վատ բան վիճակում եմ բժատ, չեմ կարող ասել, չեմ անում, հələ որ չգիտենք, համբերում ենք, շնորհակալություն։